Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն Հայր մեր, որ երկինս ես, Սուրբ եկեցի անուն քո, եկեցե արքայություն քո, եկեցին գամ քո որպես երկինս եւ երկրի, ասած մեր հանապազորդ դուր մեզ այսօր, եւ թող մեզ սպարդիս մեր, որպես եւ մեկ թողունք մերոց պարտապանած, եւ մի տանիրս մեզի փորձություն, այլ փրկյազ մեզի չարե, Զիքայ արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս ամեն իմաստություն հոր Հիսուս դուր մեզ իմաստություն բարին խորհել խոսել եւ գործել քո առաջ ամեն ժամ եւ չար խորհուրդներից խոսքերից ու գործերից փրկիր մեզ եւ ողորմիր քո արարածներին եւ ինձ բազմամեղիս նստեք սիրելիներս բարի եկեք թող Տեր օրհնի բոլորիս իր խաղաղության սիրո մեջ պահի Այսօր շարունակելու ենք Հռոմեացին նահմակը Պողոս Արաքյալի 4-րդ գլուխն էր եւ այսօր 13-ից 25 համարները պիտի սերտենք։ Մենք անցյալ անգամ Հայր Աբրահամի օրինակով տեսանք, թե ինչքան կարեւոր է հավատքի դերը, որ թլպատությունը չէր կարեւոր մարդու կյանքի մեջ։ Այսօր Պողոս Արաքյալը ցույց պիտի տա, որ գործերն ու օրենքները ոչինչ չեն կարող մարդուն անել, եթե մարդը չունի հավատք եւ շնորհ, որով կարող է մեղքից արդարանալ։ Յուրաքանչյուր մարդու կյանքի համար Պետրոս Արաքյալը գործ կարակից ասում է չկա մի ուրիշ անուն աշխարհում բացի Հիսուսյանից, որով կարող ենք փրկվել։ Ուրեմն հավատքով է, որ մարդը կարող է մոտենալ Աստծուն, հավատքով է կարող իր մեղքերին թողություն ստանալ եւ Տիրոջ շնորհով արժանանալ փրկության։ Եվ այսօր պիտի տեսնենք, թե ինչքան գեղեցիկ օրինակներ է բերում, ասում է անգամ Աբրահամը անհուսության մեջ իր հույսը Աստված էր, այսինքն ինքը խոր ծերության մեջ էր, Սարան ամուլ էր, չէր կարող երեխաներ, բայց ինքը վստահ էր, որ ինքը զավակ պիտի, որտեղ ինքը հավատացել էր Աստծո խոսքին, այդ խոսքը, հավատքը իր համար արդարություն էր դարձել։ Տեսնենք ինչ ասում այսօր մեզ Պողոս Արաքյալը 13-րդ համարը։ Արդարև Աբրահամին եւ նրա սերնդին աշխարհի ժառանգությունը խոստանումը եղավ ոչ թե օրենքի, այլ հավատքի արդարության միջոցով։ Տեսեք սիրելիներ, Աբրահամին ինչ խոստացավ Աստված, որ քեզ բազում ազգերի նախահայր պիտի դարձնեմ, եւ ասում է այդ խոստումը եղավ ոչ թե օրենքներից, այլ հավատքով, որտեղ հավատքն էր պատճառը այդ խոստումը տվեց։ Ուրեմն խոստումների կատարումը լինում է հավատքից, այլ ոչ թե օրենքների, այսինքն օրենքի գործերից, եթե մեկը լավ օրենքները պահի, պահպանի, Աստված իրեն շնորհ կանի, կամ եթե ինքը ինչպես այսօր մարդիկ կան քրիստոնյաներ, որ մկրտվում եւ վերջացել են Աստծուն լավություն արան քրիստոնյա դարձան, այլ հակառակը այն ինչ որ Աստված մարդուն խոստանում է ժառանգություն տալու, դա հավատքից է, ինչպես որ մկրտության ժամանակ որ մարդուն խնդրում են կնքահայրը երեխայի համար կամ մկրտվողներ ինչ է խնդրում հավատք, հույս, սեր, այսինքն հավատքը, հույսը, սերը եթե ունենաս, դու նախ Աստծո որդեգիրը կդառնաս, այսինքն Աստված քեզ համար հայր կդառնա, Հիսուսի հետ ժառանգություն պիտի ստանաս հավիտենական կյանքն ու անմահությունը, եւ երրորդ Սուրբ Հոգու տաճար պիտի դառնաս, այսինքն միայն հավատքից հետո ինչ ես դու խնդրում Աստծուց, հավատք, հույս, սեր։ Սողոմոնի իմաստունը ասաց, ոչինչ չեմ խնդրի, կխնդրեմ այն մեկ բան, իմաստություն, մնացած ամեն ինչ ես կունենամ։ Ուրեմն հրեական շատ գեղեցիկ մի պատմություն կա, ավանդություն կա, ասում է աշխարհի արարչագործության ժամանակ բոլոր կենսատու սերմերը մոտենում են Աստծուն եւ Աստված հարցնում էր. «Ինչ ես ուզում, որ քեզ համար անեմ»։ Ասում եկավ առաջին, ասաց ինձ թևեր տուր, որպեսզի ես երկնքի անսահմանության մեջ սավառնեմ, Աստված նրան թռչուն ստեղծեց։ Մյուս եկավ ասաց ինձ լողակներ տուր, որ սուզվեմ ջրերին դերքը, տեսնեմ ստոր ջրի ինչ գեղեցկություններ կան, նրան ձուկ ստեղծեց։ Երրորդը գազան ուզեց իր ճանկեր, իր երախ իրան պաշտպանելու, կերակրվելու։ Այսպես բոլորը մոտեցան, անցան, գնացին, ասում ամենափոքր ու խոնարհ սերմը մոտեցավ, ասաց քեզ համար ինչ անեմ, եւ սերմն ասում է Տեր, ասում է ինձանից եկած առաջ ինչ որ խնդրեցին, ես այդպիսի բաներ չեմ խնդրի։ Ես կարող եմ ինձ համար եւ թևեր, եւ լողակներ, եւ տուն, եւ մեքենա, ամեն ինչ կարող եմ կառուցել։ Ես մեկ բան եմ ուզում, քեզ նման լինել։ Եվ Աստված ասում է ժպտալով ստեղծեց մարդուն, ասաց որ ամենալավ բանը խնդրեցիր։ Ուրեմն ամենալավ բանը մարդուն որն է իր հավիտենական կյանքը, որի համար Քրիստոս այս աշխարհ եկել։ Դրա համար ասում է Աբրահամ, երբ որ հավատաց, ուրեմն այդ հավատքի պատճառով ինքը դարձավ նախահայր եւ իր սերունդները ժառանգություն ստացան, ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեվոր, մենք հավատքով
հոգևոր իմաստով ենք Աբրահամի զավակներ, հավիտենական կյանքը։ Ուրեմն հավատքը պետք է ընդունեն այն մարդիկ, ովքեր Աբրահամի հավատքն ունեն, եւ իրենց կյանքի մեջ ամեն բան պիտի տրվի իրենց, եթե կարողանան այդ հավատքն ունենալ։ Տեսեք, եթե մենք ասենք օրենքներով պիտի արդյունանանք, օրենքները երբ տվեց հրեաներին, Աբրահամից հետո մոտավորապես մի քանի 100 տարի հետո, 400 տարի հետո։ Ուրեմն Աբրահամի ժամանակ օրենքներ չկային, այսինքն մովսեսական օրենքները գրված չէր, այսպես պիտի ուտես, այսպես քայլես, այսպես հագնես, այսպես պաշտամունքդ մատուցես, որ փրկվես, այլ հավատքի համար էր տված։ Ուրեմն այդ հավատքի խոստումն է ավետիք է նշանակում կամ ավետիս, այսինքն այդ բարի լուրը տրված էր Աբրահամին, որ դու հավատքով արդարացար եւ այդ արդարությունը, այդ հավատքը նրա համար արդարություն համարվեց։ Ուրեմն դառնալու համար ժառանգ մարդը պետք է նաեւ նմանություն ունենա Աբրահամի, որովհետև Աբրահամ իր կյանքի ընթացքում իր հավատքը ապացուցեց ոչ թե խոսքերով, այլ գործերով, իր ապրած կյանքով։ Տեսեք, ինչքան դու պիտի հավատք ունենաս, ինչքան պիտի Աստծուն հաճելի լինես, որ հիշում եք Աստված իջավ Սոդոմ Գոմորը կործանելով, Աբրահամը աղոթեց, ասեց Տեր, ինձ հետ մի բան կպատահի, եթե ես խնդրեմ, որ այդ քաղաքում եթե 50 լինի, 40, 30, մինչև թիվ իջեցրես 10-ը, եւ ինչ էր ասում Աստված, ես իմ ծառաբրենց ինչպես կարող եմ գաղտնի պահել, այսինքն Աստված նույնիսկ Աբրահամին ասում էր ինչ որ պիտի անի, որ ինչքան հավատք ուներ, ինչքան էր սիրում Տիրոջը, որ Տերը խոսում ու կիսում էր Աբրահամի հետ։ Ուրեմն տեսեք, այստեղ շատերը մեկնիշներից ասում են, որ խոսքը վերաբերում է նրա մարմնավոր ժառանգությանը, ասում է քեզ պիտի տամ Քանանու երկիր, ավետած երկիրը քո ու քո սերունդներին, բայց բոլոր հոգևոր հայրերի մեկնությունները սա են, որ սա հոգևոր ժառանգության մասին է, հավիտենական կյանքի մասին է, գիտեք, Հիսուս Քրիստոսը Աբրահամի սերնդից էր, այսինքն ծնվեց Հիսուս Քրիստոսը, մարդկության փրկիչը դուրս եկավ Աբրահամի սերնդից եւ մենք ժառանգեցինք հավիտենական կյանք։ Ուրեմն հոգևոր իմաստով մենք Աբրահամի զառանգներ ենք եւ պիտի ստանանք այն, ինչ որ Աստված խոստացավ եւ մենք պիտի փրկվենք։ Տեսեք, ասում է, այդ զավակը Հիսուս Քրիստոսն է, քո զավակի միջոցով։ Ինչու է Հիսուս Քրիստոսը այդ զավակը, որովհետեւ Աստված մարդուն ֆիզիկական, նյութական կարողության համար չի ժառանգություն տալիս այս աշխարհում, որտեղ Դավիթ մարգարեն ասում է մարդը ստվերի պես է մի պահ երևում, հետո անհետանում է, զուր տեղը չարչարվում է, գանձ է դիզում, չգիտի ում համար եւ ինչի համար։ Մեր հոգեվոր ժառանգությունը Հիսուսը ինչ էր ասում, ձեր գանձերը երկնքում դիզեք, որտեղ գողերը, ցեցը, ժանգը չեն կարող վնասել։ Եվ այդ զավակը Հիսուս Քրիստոսն է, մենք արդեն Գաղատաս նամակի մեջ այս մասին խոսել ենք, նորից հիշեցնեմ այդ համար, ասում է, այդ խոստումը Աբրահամին տրվեց եւ նրա շարավիղին։ Չի ասում շարավիղներին եւ շարունակելու համար շատերին, այլ ակնարկում եմ մեկին եւ այդ զավակին, որը Քրիստոս Հիսուս ինքն է։ Ուրեմն չի ասում քո ժառանգներին, այլ ժառանգին Հիսուս խոսքը, նաեւ մենք կտեսնենք, եթե Ծննդոց գիրքը կարդակ վերջին գլուխը, երբ որ Հակոբը կանչում է իր զավակներին, Հուդային օրհնեց, ասում է քեզանից դուրս կգա մեկը, ում կպատկանեն հանդերձյալները, հավիտենական կյանքը Հիսուս Քրիստոսի մեջ։ Ուրեմն երկրորդը կամ երրորդ զավակը ով է այստեղ, կտակի Տեր ով է, մենք բոլոր հավատացյալներս։ Եթե մենք հավատում ենք Հիսուս Քրիստոսին, մենք էլ ենք դառնում ժառանգը հավիտենական կյանքի։ Ուրեմն երրորդ զավակ ենք դառնում, այսինքն Հիսուս եկավ, նախ ասում է առաջնեկը Հիսուս Քրիստոսին կհարություն առավ, հետո մենք նրան հավատացողներս։ Ուրեմն Հիսուսին հետևելով մենք էլ ենք դառնում։ Եվ Կորինթացին ուղղված նամակի մեջ արդեն Պողոս արաքելը տեսեք ինչ գեղեցիկ է բնութագրում, թե Պողոսը, թե Ապողոսը, թե Կեփասը, թե աշխարհը, թե կյանքը, թե մահը, թե այն բաները, որ կան, թե լինելիքները, ամեն ինչ ձերն է։ Դուք Քրիստոսին է, իսկ Քրիստոս Աստծուն է։ Ուրեմն այս ամեն ինչը մերն է։ Մենք Քրիստոսին ենք պատկանում, Քրիստոս էլ Աստծուն, որտեղ Աստծուց եկավ մարդկանց փրկելու համար։ 14-րդ համարը, քանի որ եթե ժառանգները նրանք են, որ օրենքի ուժով են ժառանգ, ապա ընդունային է հավատը եւ դատարկ խոստումը։ Սեք ինչ գեղեցիկ է, եթե նրանք ովքեր օրենքի տակ են, սրանք են ժառանգները, ասում է զուր է մեր հավատքը եւ զուր այդ խոստումն ու արդարությունը, այսինքն իմաստ չունի։ Հիմա տեսեք, ինչու է օրինակը մեր տեսանելի կյանքով, այսինքն հայտնում են, չէ, մարդիկ ասում են, որ այս ինչ մարդու զավակն եմ ես։ Թուղթը բերում է, որ իր անունով է այդ ամեն ինչը, բայց բոլորը գիտեն, որ սա իրական զավակը չէ։ Հիմա այստեղ եթե այդ անօրինական զավակին այդ կես թղթերով համարենք, որ ինքն է զավակը, էլ ուր մնաց չէ հավատն ու արդարությունը այդ մարդու, որ օրինական զավակն է։ Այսպես շատ են աշխարհի մեջ կատարում, որ մարդիկ սխալ թղթաբանության պատճառով ամեն ինչ կորցնում են, օրինական ժառանգները ոչինչ չեն կարողանում անել։ Նույնն էլ այստեղ ասում է, եթե նրանք, այսինքն հрьяաները, որ օրենք են պահել, սրանք են ժառանգները, բա հավատքը ուր մնաց, Աստծո արդարությունը ուր մնաց, չէ՞ որ Աստված բոլորի հայրն է։
բոլոր ժողովուրդների, բոլոր ազգերի։ Այստեղ Պողոս Արաքյալն ուզում է ցույց տալ, որ օրենքի գործերով կարող նրանք, ովքեր օրենքի գործերով ապրում հрьяաները, միայն նրանք չեն կարող ժառանգել, այլ բոլոր հեթանոսները, բոլոր այն մարդիկ, ովքեր կհավատան Հիսուս Քրիստոսին եւ հավատքով կարդանան։ Եթե ժառանգությունը օրենքից է, ապա այլևս խոստումից չէ, բայց Աստված Աբրահամին խոստացավ, ընտրեց այն եւ տվեց դրան։ Եթե ասում է օրենքից է, ուրեմն հավատքը զուր տեղն է։ Ինչ պետք է անենք, որ մենք հավատքով արդարանանք։ Ուրեմն տեսեք, եթե գործով եւ օրենքով մարդը միայն արդարանար, հավատքը դատարկ բան պիտի լիներ, չէ՞։ Այսինքն որևէ մեկ Աստծուն առանց ճանաչելու, այսօր այս հարցը շատ են տալիս մարդիկ, բայց մարդիկ, ովքեր քրիստոնյա չեն, Քրիստոսին չեն ճանաչում, միթե իրենք պիտի կործանվեն։ Բայց հստակ է Հիսուսի խոսքը, որ այս ավետարանը պիտի քարոզվի, աշխարհի բոլոր անկյունները մինչև չքարոզվի չի գա, արդեն ընտրություն, ասում են, բայց եթե մեկ օրինակ իսլամական երկրում է ծնվել կամ բուդդիստական, ինքը Քրիստոսին չի լսել, չի ճանաչում, ոնց պիտի փրկվի։ Հնարավոր չի, որ մեկը Հիսուսի մասին չլսի այսօր աշխարհի մեջ։ Բոլորն էլ գիտեն, բայց արդեն հարց է, դու ինչպես ես ընդունում։ Երկրորդը բոլոր քրիստոնյաները կան աշխարհի մեջ, իրենք չէ որ բոլորը պիտի փրկվեն։ Եթե բոլոր քրիստոնյաները կամ ամբողջ մարդկությունը պիտի փրկվեր, ուրեմն հավատքը զուրել, ինչ ենք մենք հավատում, չէ՞։ Հավատքի կարիք չկա։ Եթե օրենքները պիտի պահեմ, գողություն չանեմ, շնություն չանեմ, գողություն չանեմ, մարդ չսպանեմ, կաշառ չվերցնեմ, չտամ, այս ամենը չես անելու, սրանով փրկվել ես, այդ դեպքում Հիսուս ինչի խաչվեց մեզ համար։ Ուրեմն ինչու Աստծո որդին իջավ երկնքից։ Ուրեմն նշանակում է որ օրենքի գործերը եւ այդ գործերը, որ դու կատարում ես, սրանք միայն սովորությունները պահպանելով դու կարող ես որոշակի մոտենալ, բայց փրկվելու համար մարդուն ինչ է պետք հավատք։ Դրա համար Հիսուս երբ որ որևէ մեկին պետք է օգներ բժշկեր ինչ էր ասում, արդյոք հավատում ես, որ կարող եմ քեզ համար, ուրեմն հավատքը ընդունայն է դառնում, իսկ Աբրահամի անհավատքը այստեղ անօգուտ կլինի, որտեղ օրենք չկար, բայց Աբրահամը հավատաց։ Եթե մենք հավատում ենք, բայց պետք է օրենք պահենք, այս ամբողջ ինչի էր գրել Պողոս Արաքյալը, հիշում եք, որ հрьяաները ասում են ճիշտ է, դուք հավատացել եք Քրիստոսին, բայց դեռ ձեզ թերի եք, ձեզ պակասում է, որ հրեական օրենքներ ընդունեք, այս սովորությունները պահեք, որպեսզի ձեր հավատքը կատարյալ դառնա։ Ուրեմն եթե այսպես նայենք, ուրեմն Աբրահամի հավատն էր զուր պիտի լինի, որտեղ հավատքի համար Աբրահամը օրենքներ չուներ։ Ինքը հավատաց Աստծո խոսքին, գնաց Աստծուն ընդառաջ, Աստված էլ իրեն փրկեց։ Ուրեմն մեզ էլ պետք չպիտի լինի, եթե մենք հավատքով չդառնանք դեպի Քրիստոս։ Ցավոք սրտի այսօր մեր կյանքի մեջ շատ են մարդիկ, ովքեր քրիստոնեական որոշակի օրենքներ են պահում, ավելի շատ երկրորդական օրենքներ, երրորդական օրենքներ, քան գլխավորը սիրո պատվիրանը, հավատքը, հույսը իրենց մեջ, այն ինչ որ երկրորդականը կենցաղային է մենք նույնիսկ կրկոտության, մոլորանդության մարդիկ պահում են հանկարծ չխախտվի, բայց երբ որ հարցը գալիս է սիրո գործերին, մարդիկ չկան այդ հավատքի մեջ, երբ որ գալիս է հավատքը գործի դնելու ցույց տալու, մարդիկ չկան այդ ամենի մեջ, որովհետև իրենց համար այս երկրորդականն էր։ Դրա համար Հիսուս հрьяաներն ինչ էր ասում, Անանուխի, Սամիթի, Չամանի, ասում էր 10-րդը պարտաճանաչությամբ տալիս եք, բայց Աստծո արդարությունը չեք կատարում։ Այսինքն Աստծուց բխած, Աստծո հանդեպ ունեցած ձեր հավատքը կենթանի չէ։ Դրա համար քանի անգամ ասես, չէ, վայ ձեզ կեղծավորներիդ, որ այսպես եք անում, բայց սա չեք անում։ Վայ ձեզ, որ դուք բաժակի պես դրսի կողմը լվանում եք, բայց մեջից նեխած եք։ Վայ ձեզ, որ գերեզմաններ եք կառուցում, բայց մոռանում եք, որ տակը փթած է, ոչ մի բան չկա։ Վայ ձեզ, որ դուք խոսում եք այսպես, բայց անում եք որևէ բան եւ ամենագլխավոր ասում եք ծով ու ցամաք եք կտրում, գնում եք մի հոգի դարձի բերելու, հետո դարձի բերելուց հետո ավելի շուտ այդ մարդուն գեհենի զավակ եք դարձնում, քան Աստծո որդի եք դարձնում։ Ուրեմն այստեղ շատ կարևոր է հասկանալ, որ ամեն ինչի հիմքը այդպես ապրելու համար մեզ պետք է ճշմարիտ եւ մաքուր ուղղափառ հավատք, որը բխում է Սուրբ գրքից եւ բխում է Սուրբ առաքյալներից։ Եթե այսպես լիներ, ուրեմն Աբրահամը զուր հավատաց Աստծուն, Աստված էլ զուր տեղը խոստացավ Աբրահամին, որ պիտի ժառանգներ լինեք։ Այսինքն թե այդ հավատքը չկա հանում ես, զուրը չէ հավատաց, ուրեմն Աբրահամը գործեր չունի, չի կարողանա, Աստված էլ խոստում է տվել, բայց չի կարողանում իրեն արդարացնել։ Ով որ օրենքի վրա է հենվում, սա Հովան Ոսկեբերյանի խոսքն է, սիրելիներ, իբրև փրկարարի հավատքի զորությունը անտեսում է այդպիսի մեկին։ Տեսեք, ասում է, ով որ օրենքի վրա է հիմնում, իբրև փրկարարի հավատքի զորությունը այս մարդուն անտեսում է, այսինքն ինքը օգուտ չունի։ Ուրեմն այս միտքը ասում է հակառակ է, ունենք հավատքը գործերի հետ միասին չեն կարող միասին քայլել, եթե իրենց միացնողը հոգևոր սերը չէ, եւ իրենք երկուսը հակառակ պիտի գործեն։ Ուրեմն դրա համար, որպեսզի մեր հավատք ունենություն չդառնա, արդարությունը զուր տեղը չլինի, միայն գործերը բավական չեն։ Այսօր շատ օրինապաշտ մարդիկ կան,
մեր երկրում էլ աշխարհի օրենքները տարածորեն պահում են։ Օրինակ Եվրոպայում երբ որ քայլեք, շատ հազվադեպ կգտնեք օրինազանց քաղաքացիներ, ենք ամենայն մանրացից օրենքները պահում են, բայց երբ որ խոսես իրենց հոգևոր կյանքից, մեծ մասի մոտ դատարկություն է։ Այսինքն այդ օրենքները պահելը քեզ լավ քաղաքացի է դարձնում երկրի համար, բայց ոչ երկնքի արքայություն, որտեղ այդ օրենքները պահելով դու հավիտենական կյանքին չես արժանանում։ 15-րդ համարը, որտեղ օրենքը բարկություն առաջ բերում, ուր չկա օրենք, չկա եւ օրինազանցություն։ Տեսեք, ասում է, օրենքը բարկություն է առաջ բերում, այսինքն մեկ բառով պատիժ։ Օրենքը, այսինքն պատժում է մարդուն։ Հիմա որևէ մեկին իր մտածումների համար օրենքը պատժում է, չէ, բայց երբ որ դու ինչ որ արարքներ ես կատարում օրենքներին հակառակ, օրենքը քեզ պատժում է։ Եվ կարող են խոսք կտել, չէ, այսօր վերցնեն օգտագործել, ասեն դու այսպես էիր ասում, իրենք սխալ հասկանան, մինչև դու բացատրես, այսպես կանես։ Ամենապարզ օրինակը ձեզ բերեմ, վերջին հարցազրույց, որ ընտանիքի մասին նկարել էինք, այդ հաղորդման ռեժիսորը վերցրել գրել էր մեկ տղամարդու աղոթքը ավելի կարևոր է, քան 10 կնոջ աղոթքը, զորավոր է, ու առաջի մի քանի ժամը ինչքան մարդ ասես հարձակվեց ինձ վրա, նամակներ էին գրում, որ դու կանանց հանդեպ ատելություն ես քարոզում, էդ էր մնացել ձեր աղոթն ավելի կարևոր լինի, ու ոչ ոք նյութը չէր նայել։ Ոչ ոք նյութը չէր նայել, մինչև որ վերնագիրը փոխեցին, ասեցին մարդիկ նյութը նայել, ասեցին դրական բաներ գրել։ Մտեսեք, խնդիրը որտեղ է, որ այս օրենքների մեջ էլ օրենքը գրված է, եթե դու հանգարց օրենքը շեղում ես ու մարդիկ օրենքից դուրս չեն նայում, նաև խիղճը, չէ՞։ Հիշում եք Պեպոյի մեջ, որ ասում է բարաթը չկա, ապացույց չկա, ասում է բա քո սրտի դավթարում էլ գրած, ասում է այդ ինչ է։ Այսինքն խիղճը եթե չկա, ինչի համար է։ Ուրեմն մեկ բառով, այսինքն օրենքը բարկություն է, ինքը պատիժ է բերում։ Օրենքը նշանակում է մարդուն պատժում է։ Ուրեմն ինչ է անել։ Այս աշխարհում կա մի մարդ, որ ամբողջությամբ կարող է օրենքները պահել։ Չկա այդպիսի մարդ եւ չի եղել։ Հիշում ենք նաեւ այն մեծահարուստ երիտասարդին, որ մոտեցավ Հիսուսին, ասաց. «Բարի վարդապետ, ինչ անեմ, որպեսզի փրկվեմ», ասաց օրենքները պահիր, ասաց մանկուց պահում եմ։ Այսինքն արդեն հպարտության մեջ, որտեղ մանկուց ոչ ոք չի կարող օրենք պահել, ասես մեկ բան է քեզ պակասում, գնա վաճառ ունեցվածքը, տուր աղքատներին, արի իմ հետևից, քանի որ շատ հարուստ էր, ասում է տրտնջալով գնաց։ Ուրեմն որևէ մարդ այս օրենքները պահելով չի կարող, որտեղ օրենքը քեզ պիտի պատժի։ Հիմա եթե դու օրենքներով ես ապրել, ասում եթե մեկ Տերն ասում եթե դու օրենքով ես ուզում փրկվել, ուրեմն մեկ օրենք եթե խախտվեցիր, ամբողջ օրենքի առջև ես պարտական։ Իսկ որպեսզի մարդը փրկվի, օրենքից դուրս իր համար կա հավատք, որը պատիժ չի բերում, որտեղ հավատքը արդարացնում է մարդուն։ Հավատն է, որ մարդուն սրբագրում է, օրինակ երբ որ դու հավատում ես, դու կարիք չունես մտածելու թե սպանության համար օրենքով ինչ պատիժներ է նախատեսված, չէ՞։ Ու քեզ չի հետաքրքրում։ Երբ որ դու հավատում ես, դու չես մտածում խաբելու մասին, գողանալու մասին, շնանալու մասին։ Երբ որ դու հավատում ես, չես մտածում ոնց անես կեղծավորություն ես, այլ փորձում ես ամենայն մաքրությամբ նմանվել քո Տիրոջը, քո Փրկչին։ Դա նշանակում է, որ այստեղ հավատքը այնքան կարևոր է, որ քեզ հանում է օրենքի տակ։ Դա ասում է, որտեղ օրենք չկա, օրինազանցություն էլ չկա։ Մինչև օրենքները գրել է Մովսեսի օրենքները, հрьяաները օրենքներ չունեին։ Բանավոր խոսքով փոխանցված էր, որ Աստված այսպես է ասում, մենք ապրում ենք։ Երբ որ մարդը սկսում է օրենքները արդեն լավ իմանալ, այդ ժամանակ սկսում է մարդու օրինազանցությունը, որովհետև արդեն մտածում է սողոսկող այդ ճանապարհները փնտրել, որպեսզի խուսափել, այսինքն ոնց ես այս կեղծարարություն անեմ, հետո օրենքով այնքան ճիշտ լրացնեմ ամեն թղթաբանությունս, որպեսզի ինձ հետո չպատժեն։ Եթե չէ, ուրեմն պատիժը չպիտի ուշանա։ Ուրեմն առանց հավատքի եւ առանց շնորհի օրենքները միշտ հիշեք, որ բարի են, այսինքն այդ օրենքները դրված են բարի նպատակ, որ մարդկանց զերծ պահի հանցանքներից, ուրեմն մարդկանց տկարության ու չարության պատճառով է, որ մարդիկ սկսում են խախտել օրենքները։ Տկարության պատճառով ինքը չի կարողանում ինքը այդ օրենքը պահել, սկսում է խախտել կամ էլ չարության պատճառով է սկսում խախտել եւ ընկնում է պատժի տակ եւ ասում է հայրերից մեկը անեծք ու տրտունջ պիտի բերի այդ մարդու հետ, թե դու օրենքները խախտում ես։ Դրա համար մարդուն այդ երկու կարևոր հենասյուներն են պետք՝ հավատք եւ շնորհ, այսինքն քո վստահություն Աստծո հանդեպ եւ Աստծո ողորմությունն ու ներողամտությունը քո հանդեպ։ Եթե այս երկուսը կան, յուրաքանչյուր մարդ ինքը կարող է արժանանալ Աստծո փրկության։ Դրա համար մենք Աստծուն ինչ ենք աղոթում, որ Տեր իբրև արդար դատավոր չդատես մեզ, այլ իբրև հայր գթա եւ ողորմիր մեզ, որովհետեւ արդար դատավորը պիտի բացի օրենքները, ասի այս sense օրենքները խախտել ես, սրա համար քեզ հասնում է 8-ից ասենք 10 տարի դատապարտություն, բայց երբ որ հայրն է նայում այդ նույն խախտումներին,
ասում է գնա այս անգամ նորից քեզ հնարավորություն տալիս։ Մենք այդ օրինակը տեսնում ենք անպտուղ թզենու վրա, որ ասում է Տեր, ասում է 3 անգամ եկա, ասում է 1 անգամ էլ թող, ես կողքերը փորեմ, փխրացնեմ, պարարտեմ, եթե նորից պտուղ չտա, այդ ժամանակ կգա։ Այսինքն մինչև քո մահվան օրը Տերը մեզ յուրաքանչյուր մեկից հնարավորություն է տալիս վերադառնալ իրեն։ Ուրեմն այստեղ առաքյալն եւ ուզում է ցույց տալ, որ օրենքները պատիժ են դառնում եւ պատուհաս են դառնում մարդկանց համար, որովհետև օրենքները մենք արդեն ասացի չեն կարող պահել, որովհետև օրենքը ինչքան գեղեցիկ է Հովհան Ոսկեբյանի միտքն ասում է օրենքը նյութ է դառնում հանցան գործելու համար, այսինքն միջոց է դառնում։ Չկա օրենք, դու միջոց չունես գործելու։ Կա օրենք, նյութ կա ձեռքդ, այդ նյութը օգտագործում ես պատուհասի մեջ հայտնվելու համար։ Եվ որpեսզի այս նյութը չդառնա քեզ համար պատճառ, դու պիտի կարողանաս փորձել Քրիստոսին։ Հիմա տեսեք, օրինակը բերեն դրախտում կար ծառը դրված, այնտեղ ասած էր չուտեք, որը ուտեք կմեռնեք, բայց ինքը նյութ դարձրեց, գործողություն դարձրեց այդ նյութը պտուղը, հանցան գործեց, ճաշակեց պտուղի հետ էլ ճաշակեց նաև մեղքի դառնությունը, մահվան դառնությունը, մարդը անմահությունից դարձավ մահկանացու։ Իսկ եթե օրենքներ չլինեն, ինչ պիտի լինի, հանցանքի գործիք էլ չպիտի լինի, չէ՞, այսինքն երբեմն ես պատմել եմ մի օրինակ, բանտում մի մարդասպան կար, ասում էր Տեր, ես չեմ սպանել, ասում է ես դանակ այսպես շպրտեցի, ինքը կանգնեց տակը։ Այսինքն ինքը դանակ այդ նյութը, որ օգտագործել է սպանության, ինքը սա էլ իրեն մեղ չի վերաբերում, ասում է ես չեմ արել, ինքը թող չկանգներ տակը, չմահանար։ Հիմա նույն ձևով էլ Ադամն ինչ ասաց, եթե դու Եվային չտայիր, ես պտուղը չէի ճաշակի։ Ինչ է հանցանքը։ Հանցանք ասելով մենք ինչ ենք հասկանում։ Ուրեմն հանցանքն եւ մեկը ինչ է անում։ Բացահայտ մեղանչում է օրենքի եւ օրենսդիր իշխանության դեմ։ Չէ՞, սա է հանցանք համարվում։ Այսինքն, երբ որ դու խախտում ես օրենքը եւ օրենք դնողին անարգում ես, այսինքն մեր հանցանքն է, որ մենք անարգում ենք Աստծո խոսքը եւ անարգում ենք Աստծուն։ Այս վերջերս հետարքիր մի նյութ է նայում, իսլամ քարոզիչ էր խոսում, ասում եմ հաճախ լսում եմ, որ մեր ժողովուրդը իսլամները ասում են, որ խոզի միսը չուտելու, այս ինչ պատճառներ կա, այսպես, հազար մի պատճառ են, ասում եմ մեկ բառով ասում եմ, որ Աստված է ասել մի արեք ու վերջ, այսինքն էլ պետք չի դու հազարատ պատճառաբանություն բերես ու Աստված ասել է մի կեր ու վերջ, այսինքն երբ որ արգելված է մի կեր, մի արա այդ ամեն ինչը։ Ուրեմն հետարքի մի դեպք պատմեմ ձեզ, այդ ինչու չի կարելի։ Մեր նշանավոր ակադեմիկոսներից մեկը մտնում է իր տուն այն պահին, երբ որ գողը դիմակավորված իր տան ապրանքները գողացած դուրս է գալիս, երբ որ տեսնում է, ասում է, վայ պրոֆեսոր կներեք, չգիտեի, որ սա ձեր տունն է, ասում է, տղա ջան, չգիտեր, որ իմ տունն է, չգիտեր, որ քո տունն էլ չի։ Այսինքն դու գիտեր, չէ, որ սա քո տունը չի, դու մեղք ես գործում, գողություն ես անում։ Հիմա նույնը հոգևոր կյանքի մեջ է։ Երբ որ դու օրենքը անարգում ես, այսինքն դու Աստծո խոսքն ես անարգում։ Այսօր մարդը ինչու է Աստծուն անհնազանդ, որովհետև Աստծո խոսքը չի պահում եւ դրա հետ մեկտեղ չի ընդունում ասեն, այսինքն դու Աստծո խոսքը այնքան կարեւոր չես համարում, Աստծո հանդեպ քո սերը այնքան ակնածանքով չէ, որ դու ինչպես ուզում ես Աստծո օրենքները խախտում ես, ոտնահարում ես եւ ասում ես, որ ես երջանիկ ապրում եմ այս աշխարհի վրա։ Ուրեմն եւ ասում եմ որտեղ չկա, այնտեղ չկնեւ օրինազանցություն, ինչ է սա նշանակում։ Հովհան Ոսկեբյանը եւ շատ մեկնիչ էր այստեղ հասկանում են, որ չկա հավատք, այսինքն որտեղ չկա օրենք չկան, այսինքն որտեղ չկա հավատք, այնտեղ կա օրինազանցություն եւ մեղք։ Դրա համար ասում եմ մարդը հավատքով ոչ միայն արդարանում է իր հանցանքներից, այլև հավատքը թույլ չի տալիս, որ դու հանցանք գործես։ Եթե հավատք ունես, օրենքի պետքը չկա։ Որտեղ կա հավատք, այնտեղ չկա մեղք։ Եթե չկա հավատք, ուրեմն կա մեղքի կյանք։ Ինչ ասել է հավատք, նախ այս բառին անդրադառնամ մի պահելուց, որովհետև տեսեք, հավատքը առաջին հերթին նշանակում է վստահություն Աստծո հանդեպ, երկրորդը նշանակում է հետևել այդ Աստծուն։ Այսինքն դու Աստծուն վստահում ես, բայց իրեն չես հետևում, նշանակում է դու բավականաչափ սեր չունես այդ քո հավատքը կյանքի կոչելու համար։ Շատ շատերը հավատացին Քրիստոսին, բայց չհետևեցին։ Հիշում եք ամեն անգամ, որ Հիսուս որևէ հրաշք էր գործում, մարդիկ ասում են, որ Երանի ասում եմ, մինչև այսօր ոչ ոք այսպես չի խոսել կամ այսպեսի գործեր չի արել, բայց իրենց ծանրացած սրտերը չփափկացան, որ հետևեն Հիսուսին։ Այսօր ամեն մարդ ինչ խոսում է, ասում է Աստված չանի, Աստված չտա, Աստված օրհնի, ամեն մարդու բերան Աստված կա,
բայց իրենք այդ Աստծուն չեն ճանաչում։ Նույնիսկ խմողներս մեր փառքը չա Տեր Աստված, խմելը Աստծուն փառք չի բերում, որ դու էլ փառք ես տալիս, հետո նոր ես խմում, այդ ամեն ինչը անում ես։ Ուրեմն պետք է հավատալ ու վստահել, եւ երրորդ ամենագլխավորը հավատ նշանակում է ճանաչողություն։ Դու ինչպես ես ճանաչում քո Աստծուն, ում որ հավատում ես։ Այսինքն ամենապարզ օրինակը, որ տղան կամ աղջիկ իրար սիրում են, իրանք իրար ոնց պիտի ճանաչեն։ Իրար հետ շփվելով, չէ, իրար հետ ճանապարհ գնալով, իրար հետ հաց ուտելով, իրար հետ զրուցելով։ Եթե հոգևոր կյանքի մեջ այդ զրույցները չկան, այդ խնամքը չկա, դու իրականում չես կարող տեսնել։ Երբ որ դու գնում ես հիվանդի մոտ, տեսնում ես հիվանդը մահանում է, դու շատ բան ես այնտեղ տեսնում, այդ տառապանքը, նրա ցավը, նրա գոռոցը, նրա վախերը, այս ամեն ինչի մեջ հասկանում ես, որ նախ ինքդ էլ դու շատ դեռ չես ճանաչում, որովհետև շատ բաներ կա, դու չես էլ հասկանում, պատասխանը չես կարող տալ, ինչու այդպես պատահեց կամ ինչու այս մարդը տառապում։ Եվ տեսեք ինչ է ասում Պողոս առաքյալը, եկավ հավատքը, շնորհներ ներողություն Հովան Ոսկեբերյան, եկավ հավատքը, տեսեք ասում է շնորհներ սրբրեց, որպեսզի խոստումը գլուխ բարձրացնի, քանի որ որտեղ շնորհներն են, այնտեղ կա եւ թողություն, որտեղ կա թողություն, այնտեղ չկա ոչ մի պատուհաս։ Որտեղ Աստված շնորհի միջոցով մարդուն թողություն տվեց, այնտեղ ոչ մի պատուհաս, այսինքն մեղքի վարձ չկա։ Եթե մեղքի վարձը ինչն էր, մահը, չէ, մեղքի վարձը մահն, այսինքն մահը երբ է գալիս, նախ երբ որ հոգևորապես է մարդը մահանում, դատարկում է Աստծո շնորհներից, հետո բարոյականությամբ է դատարկում, հետո նոր գալիս է ֆիզիկական մահը։ Չի կարող ֆիզիկական մահը մի անգամ զգալ, թե երկուսը դեռ կան քո կյանքի մեջ։ Ուրեմն հոգևոր, մտավոր, բարոյական այս մահը որ լինում է, հետո արդեն գալիս է մեր կյանքի մեջ ֆիզիկական մահը։ 16-րդ համարը։ Ահա թե ինչու հավատից է խոստումը, որպեսզի դա շնորհի լինի եւ որպեսի խոստումը իզորու լինի Աբրահամի ամբողջ սերնդի համար, ոչ միայն այն սերնդի համար, որ օրենքի ուժով է ժառանգ, այլ բոլոր նրանց համար, ովքեր ունեն հավատը Աբրահամի, որը մեր բոլորի հայրն է։ Ուրեմն այսպիսով աշխարհի ժառանգելու խոստումը որ տրվեց Աբրահամին, հասկացանք, որ օրենքով չտրվեց, այլ հավատքով։ Ոչ միայն նրանք, ովքեր որ հрьяաներ, այսինքն օրենքներն ունեն, այլև նրանք, ովքեր որ չէին ճանաչում, Աբրահամին ընդունեին եւ Աբրահամը դառնար իրենց բոլորի հայրը, չէ, մեր բոլորի հայրն է Աբրահամը կոչվում, որովհետեւ միայն ինչ կարող է լինել հավատալով բարեկամություն հաստատվել, չէ, այսինքն հիմա մենք բոլորս այդտեղ ինչի շուրջ ենք հավատքած, հավատքի, չէ, այսինքն մեր հավատն է մեզ բոլորին բերել այստեղ, դրա համար աշխարհի բոլոր անկյուններից Հիսուսը ինչ ասում, գնացեք բոլոր ազգերին, ժողովուրդն քարոզեք, նրանց մկրտեք Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով եւ ասեք որ իրենց հետ եմ, իրենց կյանքի բոլոր օրերում, ինչեւ աշխարհի վախճան։ Ուրեմն մեզ Քրիստոսը բերել այստեղ։ Ինչ եղավ մարդկությունը, երբ որ Նոյից հետո կամաց նորից հեռացան, չէ, ուր հասանք Բաբելոնի անաշտանակաշինություն, մեղքի որպիսի չամբարտավանությունը իրենց չհասներ գագաթնակետին, Տերը խառնեց, չէ, բոլորի լեզուները, բոլորը ցրվեցին, այլևս իրար չէին հասկանում։ Եվ Սուրբ Հոգու գալստությամբ Քրիստոսով նորից բոլոր ազգերին բերեց, միացրեց, մարդիկ մեկ լեզով են խոսում, այդ մեկ լեզուն սիրո լեզուն է, Հիսուսի լեզուն է։ Մենք կարող ենք ազգաների տարբեր պատկանելություն ունենալ, բայց մեր լեզուն Քրիստոսով մեկ է, մենք նույն ենք դառնում, եւ երբ որ Աբրահամն էլ մեր հայրն է դառնում, մենք բոլորս գալիս ենք Աստծո առջև ենք կանգնում։ Այլ հակառակը այդ խոստումը տրվեց ուրեմն հավատքի շնորհի միջոցով, ոչ թե օրենքների, ինչու համար, որpիսի մենք բոլորով կարողանանք հավատքի շնորհի միջոցով մոտենալ։ Ուրեմն առաքյալն այստեղ ուզում է ցույց տալ, որ այդ խոստումը ինչ արեց, երաշխավոր եղավ, այսինքն ինչ որ Աստված խոստացավ, երաշխավոր է, չէ, թե Աբրահամին, թե իր զավակ Իսահակին, թե հետո բոլոր սերունդներին, բոլոր մարդկանց, որ իրենք անպայման պիտի փրկվեն։ Ուրեմն ոչ միայն նրանց, որ օրենքի տակ են հрьяաներ, այլև հեթանոսներ, բոլոր ազգեր, մենք բոլորս եկանք մտանք այդ շնորհի տակ։ Ուրեմն Աբրահամը բոլորիս հայրն է, ինչ է սա նշանակում։ Բոլորի հայր լինելը։ Մեր բոլորի հայրը ով է։ Աստված։ Իսկ ինչու է այստեղ առաքյալն ասում, որ Աբրահամը բոլորի հայրն է, որովհետև Աբրահամի նմանությամբ ուզում է ցույց տալ, որ ինչպես Աբրահամը բոլոր ժողովուրդների հայր դարձավ, առանց ճանաչելու, այնպես էլ Աստծո համար բոլորը իր բարեկամներն են։ Դրա համար Հիսուսը նախ ես ձեզ իմ բարեկամներ կոչեցի, ես ձեզ ընտրեցի, որպեսզի դուք բոլորդ իրար սիրեք, բոլորը կիմանանք, որ դուք իմ աշակերտներն եք։ Միայն հավատքով է ժառանգը կամ այդ երաշխավորությունը իրականություն դառնում։ Օրինակները շատ տեսել ենք, առաքյալն ասում է կտակ գրողը
հին կտակարան, նոր կտակարան, այդտեղից է, չէ՞, այսինքն կտակված է մեզ Աստծո խոսքը, փրկության ծրագիրը, բայց կտակ գրողը կարող է ցանկացած ժամանակ փոխել, չէ՞, իր կտակը, եթե որևէ մեկը շեղվում է հավատքի, շնորհի կամ ճշմարտության ճանապարհից։ Իսկ եթե դրանք քրիստոնյաներն եք, ուրեմն Աբրահամի սերունդ եք, ժառանգներ եք ըստ խոսման։ Ուրեմն մենք դրանով դառնում ենք Քրիստոսի ժառանգները, եւ ինչ որ Քրիստոսին խոստացել Աստված, մեզ է խոստանում։ Ինչ էր դա։ Անմահություն, չէ՞, մեր մեղքերի քավություն, թողություն, հավի տերնական կյանք, վերջապես ներումը Քրիստոս խաչ դրա համար բարձացավ, որպեսզի մենք ներում ստանանք։ Եվ 17 համարի մեջ ասում է. նա հայրն է Աստծո առաջ, որին հավատաց, թե կենթանացնում է մեռելներին եւ չեղած բաները գոյության է կոչում։ Ուրեմն Աստված Աբրահամին արդեն ասացի, բազում ազգերի հայր նշանակեց, սա բառացի մեջ բերում է Ծննդոց գրքից, այս է իմ քեզ հետ դրած ուխտը, բազում ազգերի նախահայր պիտի դառնաս։ Աստված մինչև Աբրահամի անունը, Աբրահամ ինչ էր անունը։ Աբրահամ, առանց հ-ի, ասում այս պայծ կասած ոչ թե Աբրահամ, այլ Աբրահամ պիտի կոչվես եւ քեզ բազում ժողովուրդներ նախահայր պիտի դարձնեմ եւ ասում են նայիր երկնքին, ինչքան աստղեր որ հաշվես, այդքան շատ պիտի լինի քո սերունդը։ Ուրեմն հայրն է մեր բոլորի, ասում է Աստծո առաջ։ Ուրեմն ինչ է սա նշանակում, սիրելիներ, ինչպես որ Աստված, այսինքն հայրը նմանությամբ պիտի լինի նմանությամբ, օրինակ Հիսուս ինչ որ անում էր նմանությամբ էր չանում հիս Աստծո։ Երբ որ աղոթում էր երկինքերն ցույց տալ համար, որ ինքը եւ հայրը նույնն են անում մարդկու փրկության համար։ Երբ որ պիտի գնար, ասում եք ուղարկե մխիթարիչը կգա, որովհետեւ Սուրբ Հոգին նույնը պիտի աներ բոլորիս փրկության համար։ Ուրեմն Աստծո նմանությամբ, քան որ Աստված բոլորի հայրն է, չէ, արարչությամբ, այսինքն որևէ մեկի հետ ֆիզիկական հաղորդություն ունի Աստված, չունի, բայց ինքը բոլորի հայրն է արարչությամբ, այնպես էլ Աբրահամ ոչ թե մեկ կամ երկու ազգի նախահայր է Աստծո առաջ, այլ բոլոր ժողովուրդների նախահայրն, որովհետև Աբրահամից սկսած սերեց Աստծո ժողովուրդը։ Ինչպես Աստված մարդկանց հայրն է ոչ բնական ազգակցությամբ, այսինքն բնական ազգակցություն չունի, այնպես էլ Աբրահամն է բոլորիս համար այդ նույն նախահայրը։ Ուրեմն տեսեք, ասում են մեր Աստծո առջև հայրը եւ նա կենթանացնում է բոլոր մեռյալներին եւ չեղած բաները գոյության է կոչում։ Ինչ է սա նշանակում։ Ինչ ասել է կենթանացնում է մեռյալներին։ Ուրեմն սա Աբրահամին ու Սարային էր վերաբերում, սիրելիներ։ Իրենք մեռած էին, չէ՞։ Ինչպես էին մեռած։ Աբրահամ արդեն 100 տարեկան էր, իբրև տղամարդ ինքը չէր կարող լինել, եւ Սարան էլ արդեն ամուլ էր, չբեր էր, չէր կարող երեխան։ Այսինքն իրենք ֆիզիկապես համարվում են մեռած ինչի համար, ծննդաբերության համար, այսինքն կյանքի համար։ Եվ ինչպես որ իրենք մեռած էին, այսինքն կյանք չկար, բայց այդ չորացած արգանդի միջից Աստված Իսահակին հանեց, կյանք տվեց, այնպես էլ մենք քրիստոնյաներս, որ մեռած ենք մեղքի մեջ, Քրիստոսով մենք հարություն առանք եւ անկարելի բաները կարելի դարձան։ Այսինքն, երբ որ դու այսօր ասում ես 100 տարեկան կինը երեխանա, խենթանություն է, չէ՞, ով կհավատար 100 տարեկանում կարա մեկը ծննդաբերի։ Հիշում եք դրվագ ինչքան գեղեցիկ էր, չէ՞, որ ինչ եղավ այդ ժամանակ։ Ասում եմ Աբրահամը նստած էր իր վրանի առջև, Սուրբ Երրորդությունը որ անցնում էր, ասեց եկեք, նստեն ձեր ոտքեր լվանամ, ձեզ հյուրասիրեմ, եւ գնալուց առաջ ինչ ասում է հաջորդ տարի այսօրը քո կին Սարան որդի կունենա, Սարան լսեց ու իր մտքի մեջ ծիծաղ էր, ասեց երիտասարդության տարիքին չունեցա, հիմա պիտի ունենամ, երբ որ ասեց ինչու քո կինը ծիծաղեց, Սարան վախեցավ, չէ՞ որ ոնց իմացավ իր մտածումի մասին։ Ուրեմն իրենք մեռած էին, ֆիզիկապես իրենք կյանք չէին կարող տալ եւ իրենք հանկարծ դարձան կյանք ունեցող։ Աստված իրենց միջոցով կյանք տվեց։ Դրա համար ասում է հավատաց թե կենթանացնում է մեռելներին եւ չեղած բաները գոյության է կոչում, այսինքն ինչ որ անհնարներ Աստծո համար եւ ինչ ասում հեսա մեջմերումը ձեզ համար կկարդամ, թե ինչպես եղավ որ իրենք այդ զավակն ունեցան իրենց կյանքի մեջ, ուրեմն վերափոխում է եղած բաները, որ չէին կարող կատարել, այսինքն ինչ որ անհնար էր մարդու համար, Աստծո համար հնարավոր է։ Տեսեք, մեջբերումը ասում է ուստի մեկից այն էլ տարիքն առած մի մարդուց ծնվեցին սերունդներ այնքան շատ, որքան երկնքի աստղերը եւ անթիվ անհամար ավազը ծովի ափին։ Այսինքն մեկից որ հնարավոր չէր երեխա ունենալ, անթիվ անհավար մարդիկ ծնվեցին։ Ծնվեց Իսահակը, Իսահակից ծնվեց Հակոբը, Հակոբից ծնվեցին 12 որդիներ, այդպես մարդկությունը եւ Աբրահամի մյուս զավակը Իսմայելից ծնվեցին մարդիկ, ում որ Սուրբ Գիրքն ասում է ապրելու անապատում եւ
հարստությունը պիտի իրենը լինի։ Այսինքն այսօր արաբները որ ապրում են անապատում նավթ ունեն, դա Իսմայելն է, Իսմայելի սերունդն է, Աբրահամի երկու զավակների սերունդներն են։ Հասկացաք ինչի համար մեռած են, այսինքն կյանք չունեցող մարդու համար անհնարին բան էր, Աստված կյանք տվեց։ Ուրեմն Պողոս Արաքյալն այստեղ նաև ցույց է տալիս, որ ինչպես որ Իսահակին կյանք տվեց եւ մեծամեծ շնորհներ տվեց, այնպես էլ 2000 տարի հետո օրինակ արդեն Քրիստոսին ծնունդ տվեց, կյանքի կոչեց մեռելներից, այսինքն գերեզմանը բացվեց, Քրիստոս հարություն առավ, որ անհնար էր մինչև այդ պահը մարդիկ չէին տեսել, չգիտեին, գերեզմանը բացվեց, Քրիստոս հարություն առավ, եւ երկրորդ մեղանչած հрьяաները, նաև սա նրա մասին է, նաև մեր մասին է, ովքեր որ օրենքներ ունեին, մենք այսօր հավատքն ունենք, քրիստոնյա ենք, բայց բազում մեղքեր են գործում, մեր մեղքերի պատճառով ներված ենք, Քրիստոս մեզ կարող է ներել եւ փրկություն ապարգևել։ Սա էլ երկրորդ իմաստն է։ Եվ երրորդ, հեթանոսները օտարացրել են Աստծուց իրենց կենցաղով, Քրիստոսով եկան, նորից կյանք ունեցան եւ նոր մարդիկ դարձան։ 18-րդ համարը Աբրահամը, որ անհուսության մեջ էր, հույսով հավատաց, որ ինքը կլինի բազում ազգերի հայր, ինչպես որ ասվել էր, թե այսպես պիտի լինի քո սերունդը։ Ինչ է սա, Աստված, որ Աբրահամ, որ անհուսության մեջ էր, այսինքն 100 տարեկան էր արդեն, զավակ չուներ, այսօր շատ մարդիկ էլ մեր կյանքում չէ, միշտ երազում որ տղա ունենան, որպեսզի իրենց սերունդը շարունակող լինի, թեև մի քանի աղջիկ ունեն, բայց մտածում որ վերջ իրենց սերունդը շարունակող չկա, որտեղ միշտ տղայով են սերունդը հաշվում։ Ուրեմն Աբրահամ արդեն 100 տարեկան էր, որպեսզի մարդիկ հասկանային, թե ինչ ցավ էր իր համար, որ ինքը ասել էր պիտի ազգերի հայր լինես, բայց ինքը չունի երեխա։ Եվ ինչ է ասում Ծննդոց գրքի մեջ, Աստված դուրս հանեց Աբրահամին եւ ասաց. նայիր երկնքին ու հաշվիր աստղերը, եթե կարող ես հաշվել դրանք։ Նա ասաց. այդքան է լինելու քո սերունդը։ Ուրեմն այս խոսքը ասել էր Աբրահամին Աստված, որ նայիր երկնքին, ինչքան հաշվես, այդքան է լինելու, բայց չուներ զավակ, բայց ասում է, երբ որ ունեցավ, այդ հատվածն շատ գեղեցիկ է Աստվածաշնչի մեջ, 100 տարեկան տղա ունեցավ, ինչ ասաց, պիտի քո տղային բերես ինձ համար զոհաբերես, չէ։ Աբրահամը լռությամբ իր զավակին Իսահակին 13 տարեկան վերցրեց տարավ զոհաբերության։ Պողոս Արաքյալը Եբրեցիներին ասում է Աբրահամը վստահ էր, որ նույնիսկ հարության միջոցով Աստված իրեն կդարձնի բոլոր ժողովուրդների հայր։ Այսինքն այս անհույս ֆիզիկական վիճակի մեջ ինքը ամբողջությամբ լցված էր հույսով եւ ամեն ինչին հավատում էր եւ անհուսալի բան Աբրահամը հույսով հավատաց, որ Աստված ինչ որ ասել է պիտի անի եւ հատկապես երբ որ Սարան ամուլ էր չբերեր, բայց Աստված հավատաց։ Գիտեր որ կին անհնար ու երեխա ունենա, երեք եկեղեցում մի կին մոտեցավ ինձ, ինչ ասաց, շատ գեղեցիկ պատմություն էր, երկու տղային մեկ օր էր ամուսնացրել, ասում է այդ հարսանյաց պահին որ պիտի մտնեն եկեղեցի, մի կին մոտենում ասում է ինչու ես երկու տղայիդ միասին պսակում, չգիտես որ երկուսից մեկը երեխա չի ունենալու։ Ու ասում է արդեն 7 տարի է ամուսնացած են, երեխա չունեն եւ ծնվել էին զույգ էին ծնվել 7 տարի հետո բերել էին իրենց մկրտելու։ Ուրեմն տեսեք, բայց ասում է իրենք չբաժանվեցին, իրենք հավատարմությամբ սպասեցին Աստծուն, երբ որ Աստված կցանկանա եւ 7 տարի հետո երկու երեխա են ունեցել, զույգ են ունեցել։ Ուրեմն սա շատ կարեւոր է, որ քո ամենաանլենալ վիճակում քո վերջին միակ հույսը նորից հույսն է։ Շատ գեղեցիկ մի նկար եմ ես մի անգամ տեսել, որ կոչվում է հույս, այսպես մի լացող կին նստած է աշխարհի երկրագնդի վրա նստած, ձեռքին քնար է եւ բոլոր լարերը կտրվել է, մեկ լար է մնացել, սա կոչվում է հույսի լարը։ Այսինքն առանց հույսի հնարավոր չէ։ Եթե դու հույս չունենաս, որ դու լավ ընտանիք պիտի ունենաս, դու չես կարող սիրել ու ամուսնանալ։ Եթե հույս չունենաս, որ քո զավակը լավը պիտի լինի, դու չես կարող երեխա ծնել։ Եթե դու հույս չունես, որ պիտի փրկվես, զուր է։ Մեր հավատքը զուր է ամեն բան, չէ՞։ Համար Պողոս Արաքյալն ասում է ամեն ինչ որ կա մեր կյանքում մեզ բերում է հույսին, իսկ հույսը երբեք մարդուն ամոթով չի թողնում։ Դրա համար Աբրահամը հավատաց, վստահեց եւ անկարելի բանը իր կյանքի մեջ դարձավ իրականություն։ 19-ից 22 համարները ընթերցեմ։ Եվ նա չերկմտեց իր հավատի մեջ, թեպետ նայեց իր մարմնին, արդեն իբրև մեռած մարմնի, քանի որ 100 տարեկանի մոտ էր, եւ Սարայի մեռած արգանդին, բայց Աստծո խոստման վրա չերկմտեց անհավատությամբ, այլ զորացավ հավատքով, փառք տվեց Աստծուն եւ հաստատապես համոզվեց իր մտքում, թե նա, որ խոստացավ, կատարելու կարող է։
դրա համար այդ նրան որպես արդարություն համարվեց։ Տեսեք, ասում են նայեց իր վիճակին, 100 տարեկան էր, արդեն անպետք էր, մեռած մարմին էր։ Նայեց Սարային, որ չորացած արգանդով էր, բայց հավատաց, որ նա որ խոսք է տվել, պիտի կատարի։ Այսինքն փառք տվեց Աստծուն։ Հիմա այստեղ հարցը մեզն է, մենք միշտ փառք ենք տալիս Աստծուն մեր կյանքի բոլոր օրերի համար։ Երբ որ մենք նեղության մեջ ենք, դժվարության մեջ ենք, մենք մոռանում ենք փառք տալ։ Այսինքն վերցնում ենք այն ինչը, որ Աստծոց մեզ լավ է, ուրախանում ենք, բայց մի փոքրիկ մեր ընթացքը խախտվում է, մենք միանգամից նույնիսկ մոռանում ենք աղոթել կամ հավատալ Աստծուն։ Խռովք են ապրում մարդիկ, թե ինչու այսպես պիտի լիներ։ Ուրեմն Աստծուն հավատալով էր Աբրահամը, որ փառավորեց նրան, այսինքն ամեն օր փառք էր տալիս Աստծուն լավ ու վատ օրերի համար։ Երբ որ ես մկրտության ժամանակ ձեռքերը մարդկանց օծում եմ, ասում եմ, այսպես միացնում եմ, ասում սա առաջին հերթին քո ամենօրյա շնորհակալության համար է, քո լավ ու վատ օրվա համար միշտ ասում Աստծա շնորհակալ եմ։ Մայր Թերեզան ասում է, ինչ որ ինձ տալիս ես Տեր, այնպես արի որ ընդունեմ ժպիտով։ Ինչ որ վրցնում ես ինձանից, գոհությամբ վերադարձնեմ քեզ։ Այսինքն մենք ինչ որ լավ է, որ ժպիտով վերցնում ենք, բայց որ մի բան մեր կյանքում այնպես չէ, մենք տխրում ենք եւ հրաժարվում ենք ժպիտով տալ Աստծուն։ Նույնիսկ մեր հակած շորը երբեմն դժվարությամբ ենք բաժանվում, չէ՞։ Մարդիկ կամ որ իրենց տանը տարիներով այդ շորերը դրանք չեն հագնում, ձեռք չեն էլ հագնելու, բայց չեն էլ ուզում բաժանվել այդ շորից։ Չեն էլ ուզում, որովհետեւ ասում են, գիտես ինչքան փող ենք տվել։ Ես մի դեպք ձեզ պատմեմ, մի անգամ խոսում էի հուղարկավորության մասին, որ շատ տհաճ երևույթ եմ տեսնում գերեզմաններում, մարդիկ իրենց շորերը ննջեցալի բերում են լցնում են փոսի մեջ, այդ կինում, որ ես իրեն խոսում եմ, ասաց $2000 շուբս, ինչի՞ պիտի չդնեն իմ հետ, թողեմ ուրիշը հագնի։ Ու այսպես sense նայում ասեմ, դու գնում ես այս կյանքից, քո շուբն է քեզ հետարկրում։ Այսինքն այդ $2000 շորը քեզ այնտեղ ինչ պիտի անի։ Եթե քո այդ հավատքի կյանքը չունես, սիրո կյանքը չունես, հույսը չունես, որ երկնքի արքայություն պիտի մտնես, ինչի՞ տա պետք է այդ շորը, քեզ այնտեղ դա ոչինչ չի անելու։ Դրա համար եմ ասում, մարդիկ այս ամենի հետ կապված ապրում են այս աշխարհի մեջ։ Ուրեմն դրա համար, այսինքն այս ամենին ինքը հավատաց, որ Աստված ինչ որ խոստացել է, անելու է։ Սա շատ կարևոր է մեզ համար, որպեսզի յուրաքանչյուր մարդ ինքը վստահի, որ Աստված երբեք իր խոսքը չի դրժում։ Ինչ որ Աստված մարդուն խոստացել է, անպայման պիտի մարդ ունենա։ Եթե այստեղ չհասցնենք, հավիտենական կյանքի մեջ պիտի ունենանք։ Եթե այստեղ կիսատ մնա, հավիտենական կյանքի մեջ պիտի լրացվի այդ ամեն ինչը։ Եվ Հովան Ոսկեբերան ինչ է ասում, այս հավատքի հանգստությունը Աբրամի մտքում պայծառագույնն էր եւ անշարժելի էր։ Այս հավատքի վստահությունը պայծառագույնն էր ու անշարժելի էր Աբրամի համար, որովհետեւ ինչ որ եղավ իր կյանքի մեջ, ինքը մի պահ չհուսատվեց։ Նույնիսկ տեսեք իր զավակին պիտի տաներ զոհաբերեր, բայց ինքը մեր հավատքով, նվիրումով ու սիրով։ 23-24 համարները արդ միայն Աբրահամի համար չէ, որ գրված է, թե այս բանը նրա համար արդարություն համարվեց, այլ հարմարվելու է եւ մեզ համար, որ հավատում ենք նրան, որ մեռներից հարություն տվեց Հիսուսին մեր Տիրոջը։ Ուրեմն տեսեք, ասում է, սա ուրեմն միայն Աբրահամի համար չէր, այլև մեր համար էր, մենք էլ պիտի արդարանանք հավատքով։ Ինչ է սա նշանակում։ Նորահավատ հեթանոսները եւ ընդհանրապես մարդը, որ նոր է սկսում հավատքի կյանք ունենալ, ոչ միայն առավել է լինելու, քան հрьяաները, այսինքն հрьяաները օրենքներով են ապրում, նոր դարձ եկող մարդը ինքը միանգամից Քրիստոսին հավատում։ Ես մե հավասար ենք լինելու մի բան էլ ավել Աբրահամն ահապետը ինքը չտեսավ Քրիստոսին, մենք տեսանք Քրիստոսին։ Դրա համար Հովանես Մկրտչյանը Հիսուս ասում է, թեև կանանց մեջ ծնված ամենամեծ մարդն է, բայց երկնքի արքայության մեջ ամենափոքրը պիտի լինի։ Այսինքն ինքը եկավ, ինքը քարոզեց, Հիսուսի ճանապարհը բացեց, բայց ինքը հարության վկան չեղավ Հովանես Մկրտչի։ Մենք հարության Քրիստոսի վկաներն ենք։ Մենք հարության Քրիստոսին տեսել ենք հարություն առած, հաղթանակած, ուրեմն մենք առավել պիտի լինենք։ Քանի որ նրա հավատքը մեզ համար ինչ էր, Աբրամի հարացույց էր, այսինքն Աբրամի հավատքը մեզ համար ուղեցույց էր, թե ինչպես պիտի հավատաս։ Բայց որ Քրիստոս եկավ, ինչ ասում Պողոս առաքյալը, այլևս մենք դաստիարակի պետք չունենք։ Քրիստոս, որ ապրում ու գործում է մեր մեջ, մեկ անգամ մկրտվելով Քրիստոսը, որ ապրում է մեր մեջ։ Ուրեմն հավատքի այդ օրենքների կյանք օրինակները մեզ համար միջոց էին, որ մենք գայինք, հասնեինք Քրիստոսին, եւ Քրիստոս եկա, մենք արդեն առավելություն ունենք։ Եվ եթե որդիներ ենք, ապա եւ ժառանգներ Աստծո եւ ժառանգ
Հակիցներ Քրիստոս, եթե իր չարչարանքներին կծորդ ենք, հաղորդակից ենք լինում նաև նրա փառքին։ Սա Հռոմեացին ուղված նամակի 8-րդ գլխից է։ Ինչքան որ չարչարակից ենք այս աշխարհում Քրիստոսին, նաև գալիք փառքին էլ մասնակից պիտի լինենք, մենք ժառանգներն ենք Քրիստոսի սիրելիներ։ Ուրեմն ինչ որ Աստված խոստացել է Սուրբ գրքի մեջ, անխախտորեն մեր կյանքի մեջ կատարում է։ Այդ մենք ենք, որ հեռանում ենք Աստծուց։ Ապաշխարությունը ինչ է նշանակում։ Դարձ դեպի Աստված, չէ՞, այսինքն որ Աստված քեզ այս ճանապարհով դու շեղվում ես, պիտի դարձնես նորից իրեն, որ գնաս այդ ճանապարհով, Աստծո ճանապարհով քայլես։ Ուրեմն նաև մեզ համար է հավատք արդարացում։ Եթե ես չհավատամ, դուք չհավատաք, իրական հավատք չունենանք, մենք բազում մեղքեր կգործենք։ Ուրեմն հավատն է, որ մեզ հեռու է պահում մեղքերից, հավատն է, թույլ չի տալիս, որ մենք մեղքը սիրենք, մեղքը ճանաչենք, այլ հավատքով մենք հետ ենք մնում, բայց այդ հետ պահելուց հետո հավատքը մեզ հաղթանակած է դուրս բերում, որպեսզի ինչ որ լինի այս կյանքի մեջ դժվարություններ ու փորձություններ լինեն։ Օրինակ երիտասարդների շրջանում, երբ որ շատ գալիս են հատկապես չամուսնացած տղաները, բա ինչ պիտի անենք, եթե ամուսնացած չենք, անօրինական հարաբերությունները մեղք են, ասում շնություն, ասում բա ինչ անենք, ասում ամուսնացեք։ Եթե դու չես կարողանում քեզ զսպել, քո մեղքը չես կամ թաքցնել, ամուսնացիր։ Եթե չես ամուսնանում, ուրեմն նշանակում է քեզ դուր է գալիս այդ կյանքը նաև։ Եթե դու ուզում ես մեղքի մեջ չընկնել, մի արա։ Պողոս Արաքյալի խորքին ասում է նմանվեք ինձ, որովհետև ինքը ամուսնացած չէր, կուսակրոն է, ասում է, բայց եթե պիտի կրքերով ավերվեք, գնացեք, ամուսնացեք, որպեսզի մեղքերի մեջ չհայտնվեք։ Եվ վերջին համարը, որ մահվան մատնվեց մեր հանցանքների համար եւ հարություն առավ, որ մեզ արդարացնի։ Ինչ է ցույց տալիս այստեղ առաքյալը, սիրելիներ։ Երկու կարևոր բան, թե Հիսուս ինչ արել մարդկության համար։ Այս ամբողջ գլուխը, որ կարդացինք մինչև նախորդ 3 գլուխներն էլ, մեկ նպատակ կար, ցույց տալ, թե Հիսուս ինչ արել մեզ համար։ Երկու կարևոր բան, ինչ։ Մեր մեղքերին թողություն է տվել եւ մեզ արդարացրել է։ Թողություն եւ արդարություն։ Այսինքն Հիսուս Քրիստոս իր ամբողջ կյանքի նպատակը որն էր, երկնքից Աստված իջավ, որ ինչ անի, մարդկանց մեղքերը ներվեն եւ մարդիկ արդարանան։ Ուրեմն մահվան մատնվեց, խաչը բարձրացավ, որպեսզի ինչ լինի, որպեսզի մենք մեր մեղքերի պատճառով պատիժ չկրենք։ Այն ինչ որ ասում եմ, օրենքը բերում է, չէ, բարկություն, այսինքն օրենքի համաձայն մարդը պիտի մեռներ, պիտի պատժվեր, բայց Հիսուս եկավ մեր մեղքերի վրա վերցրեց, խաչը բարձրացրեց, մեզ ազատություն տվեց, մեզ ազատեց այդ պատիժից եւ մեղքերը իրար վրա վերցրեց, խաչը հանեց, որպեսզի նաեւ մենք ինչ անենք, ոչ միայն չպատժվենք, այլ նոր ասացի, մեղքերին թողություն ստանանք, այսինքն մեր մեղքերը թողվեց, ջնջվեց մեր վրայից այդ ամենը։ Եվ երկրորդ Հիսուս հարություն առավ մեզ արդարացնելու համար, արդարությունը վերականգնեց, այսինքն արդար համարվելով մենք փրկության ենք ստանում եւ դառնում ենք Քրիստոսի հետ հավիտենական կյանքի կրողը։ Եթե Հիսուս հարություն չառներ, չպատրեր մեղքի գերեզմանը, մենք արդարություն չէինք կարող ունենալ, մենք պիտի մեռնենք, որտեղ մեղքի վարձը մահն է, մարդը պիտի մեռնի։ Եվ դրա համար տեսեք շատ ամենագեղեցիկ օրինակը, չէ՞, որ այն կնոջը քաշտվեցին Հիսուսի մոտ, ասացին սրան բռնել ենք շնության, օրենքի համաձայն պիտի քար կոծվի։ Այսինքն օրենքի համաձայն պիտի սպանեն, քար այնքան խփեն քարով, մինչև մեռնի։ Ինչ ասում Հիսուս, ով անմեղ է, թող առաջին ինքը քարը նետի, եւ բոլորը հեռացան։ Այսինքն այդ կնոջ մեղքը ինչ ասում են, նայեց այդ կնոջ ասեց, գնա քո մեղքերը ներված են, այլևս չմեղանչես։ Ուրեմն թողություն տվեց մեղքերին, այսինքն ներում ստացավ, իր մեղքերը վերցրեց իր վրա եւ արդարություն հաստատեց, որ գնա փրկություն ունեցիր, հավատա եւ կփրկվես։ Ուրեմն սա է Քրիստոսի այդ կատարյալ սիրունակը, մարդկանց մեղքերը իր վրա վերցրեց եւ խաչը բարձրացրեց։ Այսինքն խաչն էլ նաեւ իրականում մենք էինք, խաչը որ տանում էր Քրիստոս, մեզ էր տանում։ Այսինքն վիրավոր մարդուն էր տանում, որովհետեւ խաչի ճանապարհով մարդը պիտի ազատագրվի։ Դրա համար այս ամբողջ օրինակը հայր Աբրահամի բերված է, որպեսզի մարդը հասկանա, որ միայն անկեղծ հավատքով ինքը կարող է թողություն եւ արդարություն ստանալ եւ հավիտենական կյանքը ժառանգել։ Չկա հավատք, ուրեմն չկա ներում, չկա փրկություն եւ դու չունես Աստված։ Դու կարող ես քեզ համար հորինել, թե դու հավատում ես, բայց դու ընդհանրապես կապ չունենալ այդ ճշմարտության հետ։ Այսքան այսօր սիրելիներս, թող Տերը օրհնի մեզ բոլորիս իր իմաստության ու սիրո մեջ պահի, որպեսզի Աստծո խոսքը մենք կարողանանք մաքրությամբ, ճշմարտությամբ սերտել, ոչ միայն կարդալ ու լսել, այլև ապրել, որովհետև շատ են այսօր լսողները, ցավոք սրտի, բայց հավատքի կյանք ապրողները քիչ են։ Սա մեծ ցավ է,
որ լսողները շատ են, Հիսուս ասում է, լայն ճանապարհով գնացողները շատ են, որ մեղքի հետևից են վազում, բայց Քրիստոսի համար նեղություններ, դժվարություններ հաղթահարելը շատ դժվար է, որտեղ մարդիկ չեն դիմանում։ Մի փոքրիկ փորձություն, իրենց տկարության պատճառով, իրենց մեղքը սիրո պատճառով հուսահատվում են եւ ընկնում են սատանայի ճիրան։ Իսկ հուսահատությունը ամենամեծ զենքն է սատանայի ձեռքում։ Հուսահատվեցիր, պարտված ես։ Ցանկացած հիվանդության մեջ էլ հուսահատվեցիր, ինքը քեզ հաղթելու է։ Հուսահատվեցիր, ինքը քեզ կուլ պիտի տա։ Վստահեցիր, հավատացիր, քայլեցիր, դու հաղթանակած դուրս պիտի գաս Քրիստոսի հետ միասին։ Աստված պահապան բոլորից։ Շնորհակալություն, ժողովուրդ։